Որն է քո ամենամեծ նպատակը, կամ գուցե երազանքը, տուն գնել, կրթություն ստանալ, ճանապարհորդել կամ գուցե պարզապես կայուն ու երջանիկ կյանք ունենալ։ Դրանց հասնելու համար քեզ պետք է մտածել ոչ միայն եկամուտների, այլ նաև դրանք ճիշտ տեղերում պահելու մասին։ Հենց այստեղ է, որ դիվերսիֆիկացիան, այսինքն գումարը տարբեր տեղերում պահելու սկզբունքը գալիս է քեզ օգնության, որպեսզի գումարդ աճի, իսկ ռիսկերդ նվազեն։ Ֆինանսիստները դա մի հետաքրքիր օրինակով են բացատրում։ Ասում են բոլոր հավկիթները մի պահիր մեկ զամբյուղում, բայց նախ ինչու։ Եթե գումարդ բաժանես տարբեր ներդրումների միջև, օրինակ մի մասը ավանդ դնես, մի մասով արժեթղթեր գնես, մի մասով էլ ներդրում կատարես անշարժ գույքում, գումարդ կաճի կայուն կերպով։ Եթե անգամ մի ոլորտում տատանումներ լինեն եւ դու կորուստ ունենաս, մյուս ներդրումդ կհավասարակշռի իրավիճակը։ Այլ կերպ ասած, մի շուկայի անկումը կփոխհատուցվի մյուս շուկայի աճով։ Դիվերսիֆիկացիան հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել գումարը, այլ նաև ստանալ եկամուտ միաժամանակ տարբեր աղբյուրներից։ Ներդնելով տարբեր ակտիվներում կարող ես օգտվել շուկայի փոփոխություններից ու մեծացնել եկամուտներդ։ Իսկ ինչպես դիվերսիֆիկացնել։ Կա քո միջոցները ըստ քո տարիքի բաշխելու մի հետաքրքիր մոտեցում, որն առաջարկում է քո գումարի այնքան տոկոսը ներդնել ոչ ռիսկային գործիքներում, որքան որ քո տարիքն է։ Օրինակ, եթե 35 տարեկան ես, ապա միջոցների 35%-ը բաշխիր ոչ ռիսկային գործիքների միջև, ինչպիսիք են ավանդը կամ պարտատոմսը։ Իսկ մնացած 65%-ը կարող ես հատկացնել ռիսկայիններին, օրինակ բաժնետոմսերին եւ այլ ակտիվներին։ Կարող ես նաև ըստ երկրների եւ ըստ արժույթի դիվերսիֆիկացնել միջոցներդ, հաշվի առնելով նաև երկրների, արժույթների ու ոլորտների ռիսկերը։ Ամեն դեպքում հիշիր, որ պետք է հետևես, թե ինչպես են գնում ներդրումներիդ գործերը, պարբերաբար ուսումնասիրես շուկաները, երկրները եւ արձագանքես փոփոխություններին։ Լավ կառավարիր խնայողությունները։ Եղիր բարեկեցիկ։